Հարգելի գործարարներ, գործատուներ, հյուրեր, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների, գործատուների միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումները ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը։ Այսօրվա ելույթս ես կբաժանեմ 3 մասի։ Ելույթի առաջին մասին խոսեմ մինչև այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ։ Երկրորդ փուլում կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է, հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները։ Երրորդ մասում խոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին։ Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր։ Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին։ Առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Նախ խոսենք տնտեսական զարգացումների մասին։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով։ Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների, աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զարգացման 5 փուլերում գտնվող երկրների խմբի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլ։ Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծմանը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ։ Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հիմքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից։ Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են։ Այս տիպի երկրներին ներհատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականությունը և օգտագործման արդյունավետությունը, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածությունը։ Տնտեսական զարգացման վերջին փուլը, որին ձգտում են բոլոր զարգացող երկրները, այդ թվում նաև Հայաստանը, նորարարությամբ առաջ մղվող գիտելիքահենք տնտեսություններն են, որոնց ներհատուկ է համաշխարհային շուկաներում բարձր մրցունակությունը, տնտեսական ուժեղ հենքերը և արտադրական գործոնների բարձր արտադրողականությունը։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի համար բոլոր փուլերով անցումը անխուսափելի է և հնարավոր չէ անմիջապես ցատկել, ասենք, առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից չորրորդ փուլ։ Սակայն հնարավոր է այս փուլերով արագ անցնել
եթե երկիրը ճիշտ տնտեսական քաղաքականության թիրախներ է սահմանում, ընտրում համապատասխան մարտավարություն և դրանց իրագործման գործում ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ իրականացնում։ Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը և սա է ընտրված մեր տնտեսության քաղաքականության հենք։ Տնտեսական փոխակերպումներով անխուսափելիորեն շարժվել է նաև մեր տնտեսությունը։ Համաշխարհային մրցանակության համաժողովն այս տարվա իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանը հաղթահարել է արդեն տնտեսական զարգացման առաջին երկու փուլերը և դասվել երրորդ փուլի արտադրական ռեսուրսների արդյունավետության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրների շարքին։ Դա նշանակում է, որ համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ։ Իհարկե սա կարևոր գնահատական է Հայաստանի տնտեսությանը և տեղափոխում է մեծ տնտեսական զարգացման նոր որակական հարթություն։ Սակայն մյուս կողմից սա պարտադրող է, քանի որ հետագա մրցունակ մնալու և տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է հիմնվի առավել արդյունավետ արտադրական գործընթացների կազմակերպման և առավել բարձրորակ արտադրանքի թողարկման վրա։ Կարծում եմ սա կարևոր է ընկալելու ոչ միայն գործարար աշխարհի համար, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուների համար, որոնք պետք է ապահովեն համապատասխան բարենպաստ տնտեսական միջավայրը, շարժառիթներ ստեղծելու գործարարների մոտ պարբերաբար նոր ներդրումներ կատարելու և թարմացնելու արտադրական հզորությունները։ Դա անհրաժեշտ է տնտեսվարողներին, որպեսզի ոչ միայն արդյունավետ դիմակայեն արտաքին մրցակիցներին, այլ նաև նոր շուկաներ գրավեն կամ ամրացնեն իրենց դիրքերը առկա շուկաներում։ Հայաստանի տնտեսական զարգացման փուլային գործընթացները բացատրվում են նաև թվերով, որոնցից մի քանիսին հիմա կանդրադառնամ։ Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման առաջին փուլում, այդ ժամանակահատվածում տնտեսության բնութագրականներն էին աշխատավարձի ցածր մակարդակը, որն ի դեպ արտացոլում էր աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը, ոչ բարդ արտադրատեսակների արտադրությունը և այդ պատճառով արտաքին աշխարհի շուկաներ գրավելու թույլ կարողությունը, ներմուծման բարձր կշիռը հնայի մեջ, փոքր արտահանման ծավալները։ 1995 թվականին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը 17,5 դոլար։ 1995 թվականին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարենք շուրջ 303,6 միլիոն դոլարի ապրանք և ծառայություն։ Ընթացիկ հաշվի պակասուրդը նույն տարում եղել է հնայի շուրջ 17,2%, հետագա մի քանի տարիներին շարունակելով աճել, ինչը նշանակում էր, որ մենք զգալի չափով մեր սպառումը բավարարում էինք արտաքին աշխարհի խնայողությունների օգտագործման հաշվին։ Հարկերը կարողանում էինք հավաքել հնայի 8,2% չափով և Հայաստանն ուներ մոտավորապես 270 միլիոն դոլարին համարժեք բյուջե։ Ֆինանսական հատվածն ի զորի էր տնտեսությանը մատակարարել սահմանափակ թվով ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության 6,1% դրամայնացման ցուցանիշը և այս թվերը կարելի է շարունակել։ Տնտեսական զարգացման երկրորդ անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակողել է հազարամյակի սկզբներից։
Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահունքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը եւ արտասահմանում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալները այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը։ Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարոնոց պետական բյուջե, հարկեր հնա հարաբերակցության շուրջ 17%-ի պայմաններում։ Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին։ Հետագայում օրինակ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքով հասավ ընդհուպ մինչև 25.3%-ի։ Նման իրողությունների պայմաններում հնայի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը 15.1% ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի եւ արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի։ 2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում աճի խթանման եւ արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը։ Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից եւ կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ։ Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը եւ երկրի մրցունակության բարձրացումը նպատակներին հասնելու միջոցներ։ Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց։ Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են։ Գնահատվում է, որ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ընդհանուր կշիռը համախառն ներքին արդյունքում կկազմի 37%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի հնայի շուրջ 32%-ին, փաստելով, որ տնտեսական աճի ստեղծման շարժի ճուճը աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական, այսինքն արտահանելի հատված։ Զուգահեռաբար ֆինանսական համակարգը ընդլայնել է տնտեսության նպատակահարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014 թվականի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38%-ի։ Արդյունքում 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել համախառն ներքին արդյունքի ավելի քան 23% հարկեր, իսկ բյուջե մոտենում է 3 միլիարդ դոլարի սահմանին։ Իհարկե, դեռևս ձեռք բերված ցուցանիշների մակարդակը բավարար չէ խոսելու լիարժեք բարձր դիմադրողականություն ունեցող տնտեսության մասին, սակայն շատ կարևոր է այս միտումների հետագա շարունակականությունը։ Հայաստանի տնտեսության վերոնշյալ փուլային զարգացումներում ականատես էինք լինում նաև դրական շատ փոփոխությունների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում։ Այս տեսանկյունից Հայաստանի առաջընթացը փաստող ցուցանիշներից է գնողականության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, որն ավելի ճշգրիտ եւ արդարացի ցուցանիշ է,
քան մեկ շնչի հաշվով անվանական դոլարային հնան, քանի որ հաշվի առնում նաև մեր եւ գործընկեր երկրների գնաճերի տարբերությունները։ Ըստ ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի, Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողականության համարժեքով ճշգրտված համախառն ներքին արդյունքը 1995 թվականին կազմել է $1391, 2005 թվականին $4417.3, իսկ 2013 թվականին $7.034. Նույնանման դինամիկա ունենք նաև մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում։ 2014 թվականի միջին տնտեսության աշխատավարձերը 1995 թվականի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ, կրկնում եմ, իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005-ի նկատմամբ շուրջ 55%-ով։ Մեկ ցուցանիշ ևս կարևոր է, որ լավ բնորոշում է երկրների փուլային զարգացումները եւ այդ ցուցանիշը գործազրկության ցուցանիշն է։ Սովորաբար տնտեսական զարգացման առաջին փուլում երկրներին բնորոշ է լինում բարձր գործազրկությունը, քանի որ աշխատանքի ցածր արտադրողականությամբ աշխատուժը դժվարությամբ է աշխատանք գտնում, իսկ տնտեսության այն ճյուղերը, որտեղ չի պահանջվում որակյալ աշխատուժ, հագեցված է լինում։ Տնտեսության փուլային տեղաշարժերին զուգահեռ մեզ մոտ ևս այս միտումը նկատվել է։ Գործազրկությունը հազարամյակի սկզբին 2001 թվականին կազմել է 38.2%, 2005 թվականին 31.2%, իսկ 2014 թվականին այն կգտնվի 16%-ի շրջանակներում։ Եթե ամփոփենք առաջին մասում ներկայացվածը, կասենք, մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ եւ այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն եւ ավելի մրցունակ ձեռնարկություններ։ Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների։ Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք։ Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից եւ խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ։ Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ 90 միլիարդ արտահոսքի եւ ռուսական դաշնության ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ։ ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսություններում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ։
Այսպես օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1%-ով, վրացական լարիի նկատմամբ 8.9%-ով։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած այն վարկածները, ըստ որի Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելն է։ Բա Վրաստանում ինչու է դեպքում արժեզրկում։ Վրաստանը ստորագրել է ազատ առևտրի մասին պայմանագիր։ Բա ինչու մնացած երկրներում են արժեզրկում։ Եվրամիության տնտեսություններում նախորդ 2 տարիների -0.7% եւ -0.4% անկումից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում։ Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ եւ այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաեւ մեր երկրում եւ մեր տնտեսական ցուցանիշներում։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու եւ անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար։ Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը։ Գործազրկության եւ աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում։ Այս առումով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը եւ դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը։ Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ եւ ներդրումները վտանգված չեն։ Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն եւ դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ-տնտեսական տարածքի մաս եւ դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու։ Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից իհարկե Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համատվի, ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն ակնհայտ է, որ սա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար եւ մեր ձգտումները շատ ավելին են։ Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիություն, սակայն կարևոր է նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել ենք եւ ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ։ Եվ երբ որ մենք խոսում ենք
հարկեր հնա հարաբերակցության մասին, երբ որ մենք խոսում ենք ծավալների մասին, բյուջեի, հավատացնում եմ ձեզ, մեր նպատակը չէ բնավ ցույց տալու, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ, կամ էլ թե այսօր մենք ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում։ Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չի։ Նպատակը ցույց տալն է, թե մենք անվտանգության վրա, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում։ Եվ սա շատ կարևոր է եւ ներդրումների համար, եւ մարդկանց տրամադրության համար, եւ ընդհանրապես կյանքի համար չափազանց կարևոր է։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ եթե 1995 թվականին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 միլիարդ դրամ, 2005-ին այն կազմել է 64.4 միլիարդ դրամ, իսկ 2014 թվականին մենք կծախսենք մոտավորապես 200 միլիարդ դրամ։ Տարբերությունը կարծում եմ շատ ակնհայտ է, եւ սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար։ Հարգելի գործարարներ, ես կրկին ողջունում եմ բոլորիդ, հավատացնում եմ, որ մեր համատեղ աշխատանքում առնվազն մեր կողմից ակտիվության եւ սրտացավության պակաս հաստատ չի լինելու։ Եվ հույս եմ հայտնում, որ ձեր բոլոր ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար։ Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար։ Շնորհակալ եմ եւ ձեզ հաջողություն եմ մաղթում։